Ծանրության զգացում, այրոց, փքվածություն, ցավ որովայնում։ Դուք բուժվում եք այս ամենի դեմ, բայց ոչ մի փոփոխություն չի դիտվում։ Ողջույն։ Դոկտոր Սումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Եթե դուք ունենում եք դիսկոմֆորտ ուտելուց հետո, ծանրության զգացողություն, ցավ, այրոց, փքվածություն, իսկ հետազոտությունները ոչինչ չեն հայտնաբերել, ապա նշանակում է, որ առաջին տարին չէ, որ դուք տառապում եք այս հարցի շուրջ։ Անալիզները կարծես թե նորմալ են, ձեզ դրել են քրոնիկական խոլեցիստիտ, պանկրեատիտ, գաստրոդուոդենիտ, լեղուղիների դիսկինեզիա, դուք բուժում եք ստանում դրա դեմ, բայց ախտանիշները կարծես թե չեն վերանում։ Ինչու է այդպես։ Մարդկանց մեծ մասին թվում է, որ վատ ինքնազգացողության պատճառը ինչ-որ կոնկրետ օրգանի վնասումն է։ Ուլտրաձայնային հետազոտությամբ ասում են, որ կա լեղապարկի վզիկի թեքվածություն, մտածում եք խնդիրը դրանումն է։ Կա այրոց, խնդիրը բարձր թթվայնության մեջ է։ Կա ձախ թուլակողում ցավ, ենթաստամոքսային գեղձի խնդիր կա։ Բժիշկները դնում են ախտորոշումներ, նշանակում դեղորայք, ախտանիշները կարող են մի փոքր թեթևանալ, բայց որոշ ժամանակ հետո նորից վերսկսվում են, երբեմն ավելի ուժգին։ Ինչն է բաց թողնվում։ Երբեմն ուղղակի փնտրում են ոչ այնտեղ, որտեղ պետք է։ Իրականում ցավ, ծանրության զգացողություն, փքվածություն միշտ չէ, որ կապված է որևէ օրգանի բորբոքման, վնասման կամ ինչ-որ խոցերի էրոզիաների հետ։ Երբեմն օրգանները լրիվ առողջ են, բայց աշխատում են ոչ ճիշտ եւ չհամաձայնեցված։ Խոսքը ֆունկցիոնալ հիվանդությունների մասին է։ Այս դեպքում օրգանները վնասված չեն, բայց խանգարված է նրանց զգայունությունը եւ կոորդինացիան։ Այդ պատճառով հետազոտությունները ոչինչ չեն ցույց տալիս, բայց դուք միևնույն է ձեզ վատ եք զգում։ Օրինակ, այրոցի ժամանակ խմում եք թթվամարիչներ, սակայն այրոցը չի անցնում, քանի որ խնդիրը այստեղ թթվայնության բարձրացման մեջ չէ։ Փքվածության ժամանակ բացառում եք սննդամթերքների մեծ մասը, բայց ձեր որովայնը դեռ փքվում է, քանի որ այստեղ խնդիրը զգայունության բարձրացման մեջ է։ Ցավի դեպքում դնում են ուլտրաձայնային հետազոտությամբ քրոնիկական պանկրեատիտ ախտորոշումը, նշանակում են ֆերմենտներ, սակայն դրանք չեն օգնում, քանի որ ենթաստամոքսային գեղձը լրիվ նորմալ է աշխատում։ Այսինքն ախտորոշումը դրված կապ չունի ախտանիշների հետ, այդ պատճառով էլ բուժումը չի օգնում։ Ինչ անել այս դեպքում։ Ֆունկցիոնալ հիվանդությունները չեն բուժվում լիարժեք եւ ընդմիշտ, բայց նրանց կարելի է վերցնել հսկողության տակ եւ ունենալ արդյունք։ Ճիշտ մոտեցումը սկսվում է ոչ թե անիմաստ անտեղի դեղորայք օգտագործելուց, այլ հասկացողությունից, թե ինչն է իսկապես առաջացնում ախտանիշներ, ինչ հետազոտություններն են տեղի, ինչը ոչ, որ մթերքներն են իսկապես առաջացնում ախտանիշներ, կապ ունեն արդյոք ստրեսը եւ տվյալ ախտանիշները միմյանց հետ եւ ինչ հստակ քայլեր պետք է անել դրանց դեմ պայքարելու համար։ Իսկ այս հարցում իհարկե կօգնեմ ձեզ ես։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, չմոռանաք բաժանորդագրվել մեր Dr. Srumi YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք Gastro-Time-ի հետագա հաղորդումները։